Բարև սիրելիներս, մենք դուրս ենք եկել ու այսօր իմ տրամը առանց ինչ-որ պատճառի այսենց բարձր իմ տրամը այսօր սենց առանց պատճառի բարձր է, բայց դա լավ նշան չի, չկարծեք թե իմ համար դա լավ նշան է, որ ժամանակ, որ տարիքում իմ տրամը եթե սենց ուղղակի այնքան է, որ տենց բարձր չէ, շատ բարձր որ լինում է, հենց այդ օր ինչ-որ մի հատ նենց բան էր լինում, որ հաջորդ օրին էլ դաժե դրամ չեմ ունենում։ Էտա, այդպես, ամուսնուս կյանքն եմ ուտում, մի խոսքով գնում գալի սիրում, ճպկտում սիրում եմ։ Էտա, այդպես, մենք հիմա ինչ-որ նոր տեղ ենք եկել, հեսա այստեղ տեսեք, պապիկ ու տատիկ են, հեծանիվ են քշում։ Տեսոք, երևի մի 70 տարեկան կլինեին։ Ես էլ եմ ուզում։ Մենք էլ պետք է փորձենք կամանց իրանցից շատ բաներ վերցնենք, իրանց նմանվենք, այդ առումով, առողջական առումով, որտեղ իրանք սպորտը հետա 70 տարեկան հագած սպորտային քշում են, սա մեքենաների վրա կա։ Հա, ինչ-որ լիճ ենք եկել, անունն ասեց, պես չեմ հիշում լճի անունը, այդպես ցույց կտամ մեր օրը, սա կլինի իմ վլոգի սկիզբը, ես այսպես եմ հագնված սենց սովորական իմ հագուստը պայուսակ վերցրել եմ, բայց դրել եմ մանկասայլակի ներքևը պայուսակս, այդպես։ Համովա։ Մի խոսք, հիմա կասեք խիա բանը ձմերուկ քո մարոժնի, եթե պիստացիա էր վերցրել, ընկավ իմը, հետո գնացի այդ վաճառողուն ասի դե իմը ընկավ, այս կոմ ընկով, իմը ընկավ, ու տեց անվճար ես մի քյուբելը, ես մի գթալիկը տվեց, մերսի շատ, համովա կյանք, հլկիր, մարոժնին կեր, չէ, ես հետո կմակրեմ, դում եմ, Սա էլ իմ ու Արմենի սնցիկն է, ինքը կուտի պիլմենի մսիկով, մացարելա պանիր տոմատ, վրայինը բալզամիկ սոուս է։ Ես միայն միս։ Սիրելիներս ողջույն, մեզ մոտ երեկոյան ժամը հեսա կլինի 7:06 ու ես եկեք միասին պատրաստվենք, ամուսնուս հետ գնում ենք ռեստորան, ազիական ռեստորան, չգիտեմ որտեղ այնը կգնանք, ինքը մի քիչ ուրիշ եմ ուզում, ես մի քիչ ուրիշ եմ ուզում, ես ուզում եմ այնտեղը, որտեղ մուտքա վճարում ես, այստեղ տարբեր այդպիսի ռեստորաններ կան, կա, որ սենց լինիայով բոլորը սենց պտտվում են այդ սուշիները, ռոլերը, այդ լինիայի վրա կա, որ ուղղակի սովորական շվեդսկի ստոլի նման դրված է լիքը բաներ, դու գնում ընտրում ես քո ուզածը, ամանդ վերցնում ես, այսինքն չի գալի ու ավելորդ պատվերները ռոբոտ է բերում Բայց մենք ավելորդ հիմնականում երբեք չենք պատվիրել, կհագնեմ այս գնված, Հայաստանից գնված, եսի ջուրը, ուղղակի ռակովինայի վրա եդերը թասացել է Հայաստանից գնված այսինք պրճուլիկներով, շարմարը, պոկելու համար դրած ատամներս եմ քարկապն ուզում բացի, բայց ես մոռացել էի, որ ստեղ հենց ունենք մկրատ, այս հենց մկրատով, բացենք ու կհագնենք, հետող ծաղկել եմ, այս է շոկոլադը մկիր է, մի խոսքով, այսպես ընդհանուր է տեսքը, այս տապատի համար ես երևի պետքա, այսքան երևի չեմ իր համար պետքա նիհարել, որտև ճիշտ ավրես լինում է, բայց սեղմում է, հեսա կսկսենք, հուսանք, հաջորդ չէ, բայց մոտակա վլոգներից մեկը կլինի իմ նիհարելու վլոգը։ Սկզբում մտածեցի
հետաքրքիր կլինի, որ ամեն օր գցեմ, ու եթե դուք ցանկություն ունեք նիհարելու, այդպես կստացվի, ոնց որ դուք մենք միասին ենք իրար հետ նիհարում, ու ես որ առաջին օրը մի հատ առանձին վլոգ կլինի, երկրորդ օրը առանձին վլոգ կլինի, թե ամբողջը նկարահանեմ, միասին գցեմ, ոնց անեմ, առանձին օրերը տեղադրեմ, թե միասին վլոգ սարքեմ ու տեղադրեմ, դեռ չեմ արել, գրեք մեկնաբանությունները, որ այդպես անեմ, ինձ թվում է, ոնց ձեզ հետաքրքիր կլինի, ոնց ձեզ հարմար կլինի, այդպես ավելի լավ կլինի։ Հիմա մայկան կհագնենք սա, էսի Անի և Արմեն, դա է նշանակում։ Ասեք տեսնենք ինչքան ժամանակ ունեմ ես, որովհետև ամուսինս ասել է ժամը 7-ին ներքևը լինես ու մեզ մոտ հեսա 7-ն է լինում։ Նայեմ ժամանակը ու ասեմ թե ինչքան ունենք, ինչքան արագ պետք է անեմ։ Դեռ 20 րոպե ունենք, կհասցնենք մաշկի համար չունեմ ինչ-որ տենց կրեմ, արևապաշտպանս չունեմ դրա համար, տոներ ուղղակի կօգտագործեմ, ինքը լավ մեյքափից առաջ լավ խոնավեցնի, իհարկե ամբողջուն ինչքից չեմ բոտ, վրա կանսիլերը կսած մաքրեցինք, հիմա մոտիկից ցույց տամ, տեսեք ինչքան հուսանք կերևա, որ վերև եմ նայում, ինչքան այտուցված է իմ աչքերը, չնայած որ մեր մոտ երեկո է, Smixity աչքերի համար նախատեսված կրեմ օգտագործենք։ Խոսում եմ դիետայից, բայց գնում եմ ուտելուն։ Աչքերի ծեն, որպես կարող ես օգտագործել համայն etapը, խոսքով եկեք անենք, բոլորը անենք, տեսնենք իրանից ինչ է ներկայացնում։ Որպես ծեն չօգտագործեք հանկարծ։ Wow. Սպոնջով լավ չի նստում այս հատվածները, իհարկե տեսախցիկով չի երևում, բայց Ես արդեն դուրս եմ եկել, երևի 7:20-ը, սա էլ իմ վերջնական տեսքն է, ամուսինս տուն էր եկել ու սպասում էր ինձ։ Արմենին մեզ հետ չենք վերցնի, կթողնենք իր տատիկի ու պապիկի մոտ, մենք կգնանք ու կգանք։ Հայաստանից հետո մի քիչ ուզում ենք իրար հետ շատ ժամանակ անցկացնել։ Արդեն մեքենայի մեջ ենք ու մենք գնում ենք։
Սա գրած էր կծու ապուր, գրած չէր մեջը ինչ կա, մատուցողն էլ չգիտեր, բայց շատ համեղ էր։ Սա էլ տեմպուրա ռոլ էի պատվիրել, իբր։ Ինձ թվում է ուղղակի սխալվել էին, բայց համով էր։ Կծու սոուսով էի ուտում։ Ժամը 9-ն է այստեղ, տեսեք թե ինչքան դատարկ է քաղաքը։ Ու հաշվի առնելով, որ ամառ է։ Այստեղ անգամ քաղաքն է հանգիստ աղա։ Ուտելուց հետո մի քիչ կզբոսնենք, հետո կգնանք մեքենայի մոտ, որովհետև ես ահա որ շատ կերաու չէի կարողանում։ Մենք եկել ենք ավտոկայանատեղի, մեքենան կանգնացելուց քարտ ենք ստացել, հիմա փորձում ենք այդ քարտով դուռը բացենք, նրանք այսինքն հաճախորդները կարող են մտնել։ Ես չկարողացա, հետո ամուսինս փորձեց եւ եղավ։ Հիմա հենց մուտքի մոտ մի անգամից վճարենք, այստեղ կասան գրած է, քարտը սկանավորում ես ու ինքը ասում է ինչքան պետք է վճարես։ Մենք պետք է վճարենք 5 եվրո։ Ես ավելի շատ էի պատկերացնում։ Քաղաքի մեջ հնարավոր չի ազատ տեղ գտնել մեքենան կայանելու համար, դրա համար այսպես գարաժներից ենք օգտվում։ Այստեղ ամբողջի եգիպտացորենի ու ցորենի դաշտեր են։ Տեսեք թե ինչքան արագ են մեծացել։ Ես որ գնացել էի, իրանք շատ փոքրիկ էին, անգամ չէին երևում։ Արմենս էլ իմ հետ միասին է ձայնագրում։ Հիմա արդեն տուն են գնում, ճիշտ ամռայլված է, բայց ոչ մի անձրև չի գալու։ Ճանապարհները բաց են, բոլորը կանաչ է։ Դրա համար շատ արագ ու հեշտ կհասնենք տուն։ Մենք արդեն տուն ենք եկել սիրելիներս, ես այստեղ ժամը 9:30 է մեզ մոտ, ոնց տեսնում եք լուսա ու լռություն է։ Մարդ չկա, շատ խախանդ է այստեղ։ Հենքան եմ կերել, տեղ չունեմ էլ, խոզիվ եմ շորժվում։ Լավ էր մի քիչ քաղաքում զբոսնեցինք, որ մի քիչ մարսեցինք, նոր մեքենայի մեջ նստեցինք, եկանք տուն։ Գնանք ճուտիկի մոտ հասնենք ճուտիկին Արմենիս։ Գնացել էի քաղաք ու դիետայի վլոգի համար գնել եմ այս հրաշք ամանները, շատ եմ սիրում, շատ են դուրս եկել այս ամանները, սա 6 եվրո եմ գնել, Ծիկի Մաքսից եմ գնել, դրա համար ամաններից 1-1 տարբերակ էր ընդամենը ու էժանացրած, սա 5 եվրո եմ գնել, այնքան հավես այս ամաններով հաց ուտել չեք պատկերացնի, այսպիսի սալաթի համար սալաթը լվանում ես ու սրանով չորացնում ես, պտտում ես, շատ լավն է, արդեն օգտագործել եմ, սա 10 եվրո եմ գնել։ Շուտվանից էի տեսել, ուզում էի, դրա համար որոշեցի վերցնել։ Եվ ինձ համար այսպիսի շիշ եմ գնել, սրանից էլ սկսել եմ ջուր խմել, գեղեցիկ, որպեսզի մոտիվացնի ամեն ինչին։ Եվ քանի որ չեմ կարող մենակ ինձ գնել, դրա համար Արմենիս համար էլ այս շիշն եմ գնել։ Իմ համար կարևորը, որ ինքը երկաթից է, ոչ թե պլաստիկից։ Վճարեցի 37 եվրո, 30 ցենտ։ Մեզ մոտ արդեն երեկո է ու 6:30 փակվում է խանութը, մենք 6:25 հասել ենք խանութ, Արմենիս ուզում էի մի քանի կոշիկ նայեի, դրա համար ինչքան հնարավոր է արագ կարողանանք ընտրել, հուսամ գոնե մեկ հատ կոշիկ կառնենք։ Վերադարձել ենք տուն, դուրս ենք եկել զբոսանքի, մի լայնել ենք վերցրել մեզ հետ։ Հալո Արաջուտ։ Հալո։ Հատկով ապրես, կյանք, ապրես։ Հիմա մենք այստեղ ինչ-որ բան է այստեղ կազմակերպելու, երևի ուրբաթ, շաբաթ, կիրակի արդեն պատրաստում, այսինքն մեծ վրանա շատ խփած, մեջը նստարաններ են, այնտեղ լույսեր, բար, անգամ այս հատվածը կայանատեղի են սարքել։ Այստեղ ընդհանրապես չի կարելի, չի թույլատրվում, բայց այդ դրա համար սարքել եմ։ Մենք խանութից վերադարձել ենք տուն ու հիմա ցույց կտամ, թե ինչ ենք գնել։ Ճուտիկիս Դայման խանութից գնեցինք Crocs կոշիկները 23 եվրո։ Այս սրանք են։ Շատ հարմար է իրան, շատ դուր եկավ, լավ համ կարում է վազի, համ կարում է քայլի։ Քրտնելու առումով չգիտեմ մտենց, որտեղ դե ռեզինա ինքը, ես իրեն նասկիով եմ հագցնում, այդպես շատ հարմար գիներ, նորմալ տենց բասանոշկաներ չկային, որ բասանոշկա վերցնե հիմնականում աղջիկների էր, մի քանի հատ տղաների էր, դրանք եմ ճկուն չէին, շատ ձիգ էին, ասի երևի հարմար չլինի, համե 2 րոպե մնացա խանութը փակվելուն, անդադ միասկզբում 5 րոպե, ասեց 5 րոպե կա, ասի օքեյ, հեսա շուտ ընտրում եմ, հետո էլ որ ուզում էի հագցնի, ասեց 2 րոպե մնացել, ասի ես ենք վերցնում և վсё։
Այդպես ստացվեց, դրա համար երկար ժամանակ է չկար մի քանի կոշիկ հագցնելու։ Հետո Müller, բայց այդ էլ էր փաստորեն 6-ից փակվում։ Հիմնականում խանութները այստեղ 7-ին էին փակվում, չգիտեմ, խի այդ շարքի այդտեղի խանութները 6-ից արդեն փակվում էին։ Müller, դրա համար Müller-ը չկարողացանք մտնենք, գնացինք DM, DM-ը 7-ին էր փակվում, DM-ից գնացինք, հեսա ցույց տամ։ Նախքան միջև DM-ի գնումները ցույց տամ, այս մեծ գնդակ նվիրեցին, երևի որ 60 եվրո ու ավել գնումներ ես կատարում, այսպես գնդակ են նվեր տալի, փչեցի, ինքը թսկացրած էր, այս գնդակը մեզ նվեր էր տամ ճուտիկից թողաղա։ Ապրիս, գնեցին 2 տուփ տակդիր, 2 տուփ տակդիր են գնել, Helden շամպուն, սա ամուսինս է իրան վերցնում, ես չեմ օգտագործում, իմ շամպունը սա է, դե դու էլ ցույց տուր, ինչ ենք գնել, ահա, մի հատ էլ շամպուն, չէ, մի հատ էլ, պետի բալզամ, ցույց տուր իրենց, բալզամ, ապրես, հետո, էլ ինչ կա ստեղ, սա էլ էր բալզամ, սա 1 եվրո բոլորից թանկ էր, չգիտեմ, խի երևի ինձ թվում է կփորձեմ, երբեք չեմ փորձի առաջ անգամ այս գույն տենում հոտը նորմալ է, ցույց տուր, հա, դու ցույց տուր, ապրես, իրանք տեսա, անուշ է հոտը, չէ, իրա համար անուշ չի հոտը, դա սրա հոտը անուշ է, սրա հոտը անուշ է, քաշի, չի իրանն անուշ չի, ճուտից դուր չեք անհոտերը, մեկ էլ ինձ արևապաշտպան ու ինչ-որ անհասկանալի ապրանքանիշի մատիտ, ուղղակի գույնը հիմնական իմ մատիտների գույնն է, իսկ սա Garnier-ի 50 SPF-ն է, ինքը այսինչ պուտյուրիկ է մեջը, այսինչ փոքր է մեջը, 40 միլի, այսօր օգտագործել եմ, ինձ դուր եկավ, չգիտեմ, լիպկի այտենց սլոյ չէր թողում, ու 3-20-ից ենք գնել, չորացրած այդ բլիվիրովնի ելակնա մեջը ու պատված այսպիսի շոկոլադով, բայց ահա որ զզվելի է, սկսենք շոկոլադից, շոկոլադը ահա որ պլաստիկ էր ու ենք, այսինչ սլոյ, հաս սլոյ շոկոլադ էր, պատված էր, շոկոլադը շատ էր պատված, իսկ մեջի այդ բլիվիրովնի ելակը ահա որ թթու, շատ թթու էր, որ ընդհանրապես համով չէր։ Ջան, այդպես այլ մեր գնումներն էր, դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, Cheers, papa, ապրիս, մենտը պաչի,